Առաջի հարցս վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանի Գեորգ Չավուշի անվան թիվ 188 դպրոցին։ Ուրեմն այդ դպրոցը գտնվում է անբարեկարգ վիճակում, մեղմ ասած, իսկ ավելի կոնկրետ ասած աղետալի վիճակում։ Ինչու համար, որովհետև դպրոցը ունի կոյուղու խնդիր, դպրոցը ընդհանրապես կոյուղի չունի, ուրեմն գնացել նայել ենք, այդ դպրոցի նկուղից մինչև տանիք խնդիրներ կան։ Նկուղից միջև տանիք։ Նկուղը դե կոյուղու խնդիրն է, ուրեմն դպրոցը եւ իր կոյուղին է լցում նկուղ, եւ հարակից տների եւ թաղամասի վերևի շենքերի կոյուղին գալ լցում է շենքի նկուղ, դպրոցի շենքի նկուղ։ Եվ ժամանակ առ ժամանակ այդ կոյուղին բարձրանում է դիտավորից դուրս է գալ լցում է բակ։ Ես ստիպված տնօրինությունը կանչում են թաղապետարանից, գալիս են այդ բակը մաքրում են կամ կոյուղատարը կամ ուրեմն դպրոցի տակ գտնող տարածքը մաքրում են, որպեսզի կարողանան դասանել։ Դպրոց մտնում ես, ահավոր հոտ է գալիս, թե միջանցքներից, թե դասարաններից։ Պատերը ուրեմն ճաքած, ծեփը թափված, առաստաղների ծեփը թափված, ճաքած, տանիքը բացացել նայել ենք, մեր աչքով ցելոֆոն է փռել դպրոցի տնօրենը ստիպված, որպեսզի ջուրը չլցվի դպրոց, որովհետև արդեն 2-3 դեպք եղել է, որ դպրոցում դասերը դադարեցրել են անձրևներից հետո կամ անձրևների ժամանակ, այնտեղ դասանել հնարավոր չի։ Ուրեմն սանիտարահիգիենիկ վիճակը ահավոր է, այդ առումով ուրեմն պետք է պարտադիր այդ դպրոցի հետ կապված լուծում տալ, ուրեմն 2017 թվականի հուլիսի 13-ի կառավարության 805 այն որոշմամբ այդ 180 դպրոցը եւ այլ դպրոցներ, Երևան քաղաքի եւ մարզերի դպրոցներ ներառված են եղել ուրեմն վերանորոգման, ավելի կոնկրետ հիմնանորոգման ցանկում։ Բայց 18 թվականի հայտնի դեպքերից հետո, ձեր իշխանության գալուց հետո այդ դպրոցը դուրս եկել այդ ցանկից ու չի վերանորոգվել կամ չի բարեկարգվել կամ չի հիմնանորոգվել։ Իրանք 18 թվականին պատրաստվում էին արդեն տեղափոխվեին այլ դպրոց, հետո այդ ամեն ինչը հեչարվեց ու չվերանորոգվեց, իրանք էլ մնացին դպրոցում։ Հիմա այդ դպրոցը խիստ վերանորոգման կարիք ունի կամ հիմնանորոգման կարիք ունի։ Արդյոք պատրաստում եք 2020 թվականի բյուջեով, համայնքի բյուջեով կամ կառավարությունից գումար ուզեք, պատվիրակած կլինի երևի կամ այլ տարբերակով այդ դպրոցը վերանորոգվի կամ հիմնանորոգվի, ավելի ճիշտ, որովհետև վերանորոգումը քիչ կլինի դպրոցի համար։ Արդյոք պատրաստում եք 25 թվականին այս դպրոցի հարցը լուծեք, որովհետև դպրոցը փոքր դպրոց չի, դպրոցում սովորում են 950 աշակերտ եւ 80-ից ավել աշխատակազմք կա այդ դպրոցում, դպրոցը լավ դպրոց է ու այդ դպրոցին անհապաղ հիմնանորոգման կարիք ունի, արդյոք պատրաստում եք եկող տարի այս հարցը լուծել այս դպրոցի։ Հարցին կպատասխանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, իհարկե քաջը տեղյակ ենք այս դպրոցի խնդրի մասին։ Ընդհանուր առումով ես ուզում եմ ասել, որ դպրոցը դպրոցի շենքային պայմանը դպրոցի առհասարակ պատկանում է պետական գույքին եւ կառավարվում է պետական գույքի կողմից եւ նաեւ ծրագրերը իրականացվում են կրթության եւ գիտության նախարարության սպորտի եւ մշակույթի սպորտի նախարարության կողմից եւ համայնքը իր հերթին իհարկե ունի որպես կառավարիչ որոշակի լիազորություններ եւ մենք բարբերաբար դպրոցների մասով ներկայացնում ենք իրավիճակը, ներկայացնում ենք տեխնիկական իրավիճակը, ներկայացնում ենք այն դժգոհությունները, որոնք որ կան, եւ մասնավորապես ուրեմն այս դպրոցի հետ կապված մենք գրությամբ առաջարկել ենք դպրոցը ընդգրկել վերանորոգվող, վերակառուցվող դպրոցների ցանկում, բայց քանի որ այդ ցանկը որոշակի առումով սահմանափակված է եւ պետությունը չի կարող միանգամից բոլոր դպրոցները ընդգրկել, այն 10-ից ավել հիմնական դպրոցները, որոնք որ ընդգրկվել են այս տարի, այդ ցանկը չի պարունակում իր մեջ այս դպրոցը։ Եվ հետևապես մենք արդեն այս դպրոցի մասով առանձին ինչ-որ հարցերով դիմել ենք նախարարությանը, մասնավորապես օրինակ դիմել ենք տանիքի հարցով, որ տանիքը ունի խնդիր, եւ խնդրում ենք հաշվի առնելով, որ նախարարությունը ունի նոր ծրագիր, հրատապ լուծումներ տալու ծրագիր շինարարական, խնդրեցինք, որպեսզի տանիքը վերանորոգվի։ Իրախություն բոլորիս տանիքը վերջերս մեզ տեղակ պահեցին, որ վերանորոգվել է, բայց այն խնդիրները, որոնք որ կոյուղու եւ մնաց հարցերով նշեցիք, դեռ շարունակվում են մնալ եւ սրա մասով նույնպես նախարարության հետ մենք կաշխատենք։
Ինչ վերաբերվում է արդյոք դպրոցը ընդհանրապես կարիք ունի ամբողջովին նորոգման նորոգվելու, այո, կարիք ունի եւ մոտակա հաջորդ ծրագրի ժամանակ մենք նույնպես շարունակելու ենք այս դպրոցը ներառել մեր կողմից խորհուրդ ենք տալու, որպեսզի ինքը ամբողջությամբ վերանորոգվի, հիմնանորոգվի ներողություն։ Շնորհակալություն, արձագանք։ Տնօրինությունը մասնագետական չել նկուղը նայելը կոյուղին ուսումնասիրել են ու ասել են ավելի լավ է նոր դպրոց կառուցվի, քան թե կոյուղի կառուցվի կամ կոյուղի քաշվի, որովհետև հնարավոր չի, որովհետև ի սկզբանե երևի տեղ ինչ որ մեծ շինարարական սխալ են արել, չեմ իմանում, ամեն դեպքում իմ կարծիքով պետք է այստեղ հետևողական լինել, որպեսզի այս դպրոցի հարցը օր առաջ լուծել։ Ես վերջում կփոխանցեմ նաև իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ, որով 2017 թվականին որոշվել էր այդ դպրոցը հիմնանորոգվել, բայց չգիտես ինչ-ինչ պատճառներով նորից եմ ասում, ձեր իշխանության գալուց հետո այս դպրոցի հիմնանորոգումը դուրս է եկել այս ցանկից։ Այս գրության նկարը կա իմ մոտ, ես կտամ ձեզ, այլ դպրոցներ կան, որ վերանորոգվել են կամ հիմնանորոգվել են, բայց այս դպրոցը դուրս է եկել։ Հիմա երկրորդ հարցս Երկրորդն կարելի է արձագանք։ Անպայման արձագանքեք ես։ Հա, որովհետև հարցը փոխվում էր։ Հա, Այս հարցով է ուզում արձագանքի։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այո, հաշվի առնելով դպրոցի ընդհանուր վիճակը, ես հենց հիմա ձեզ նույնիսկ կարող եմ ցույց տալ նիստից հետո տանիքի նորոգման աշխատանքները, այսինքն մոտ 400 քառակուսի մետր տանիքի փոփոխություն է տեղի ունեցել նորոգում, բայց ընդհանուր առումով այո իրավացի եք, որ այս դպրոցը ընդհանուր հիմնանորոգման կարիք ունի, բայց վերջին արտահայտությանը ձեր իհարկե համաձայն չեմ, որովհետև հաշվետվությունը ներկայացրել ենք եւ մեր իշխանության գալ չգալը կապ չունի, լայնածավալ հենց դպրոցաշինության աշխատանքներն իրականացվում մեր իշխանության օրոք եւ ես վստահեցնում եմ, որ այս դպրոցը նույնպես մենք առաջնահերթության ցանկում ներկայացրել ենք։ Պարզապես բոլոր դպրոցները եւ բոլոր մանկապարտեզները միաժամանակ չեն կարող հիմնանորոգվել, որովհետեւ տվյալ այդ պարագայում երեխաները ուղղակի հաճախելու տեղ չեն ունենա։ Մենք դա պետք է անենք փուլային եւ հնարավորինս արագ։ Բայց վերջին ցուցանիշները կարծում եմ տեսել եք, թե քանի դպրոց ու քանի մանկապարտեզ է հիմնանորոգվել 2018 թվականից հետո միայն 3 տարիների ընթացքում ավելի շատ դպրոց ու մանկապարտեզ է հիմնանորոգվել, ինչ 20 տարիներում։ Ուրեմն ձեր կամ մյուս հարցն եք տալի կամ արձագանքին պատասխանեք, էլի։ Ես կարձագանքեմ ու հարցը կտամ, ինպես չի որ ինքը իրանք դուք արձագանքեք։ Ես այդ ասեմ 18 թվականի մասով էլի 18 թվականի դպրոցին արդեն ասված էր որ տեղափոխվեն, բայց հետո չեն տեղափոխվել, դա դառա որ ձեր իշխանության գալուց հետո եղել եւ ուրեմն 10 Աչափնյակ վարչական շրջանում կոնկրետ 15 թաղամասում էլի նմանատիպ դպրոց կա, բայց այսօր դրա մասին չեմ խոսի, դա 156 դպրոցն է, որը նույնպես վերանորոգման կարիք ունի, դրա մասին կխոսեմ հաջորդ անգամ, այս մասին հիմա չեմ խոսի։ Երկրորդ հարցից վերաբերվում է ուրեմն ձեր բարեփոխած տրանսպորտին Ես էլի կխոսեմ Աչափնյակ վարչական շրջանից մասնավորապես, բայց այս խնդիրը կա ընդհանրապես ամբողջ Երևանում, կոնկրետ կանգառասրահների բացակայությունը, իսկ եղած կանգառասրահներում տեխնիկական միջոցների բացակայությունը, որտեղ մարդիկ կարող են տեսնել, թե իրենց սպասվելիք տրանսպորտը երբ է մոտենալու, իսկ որտեղ որ ինչի մասին որ հիմա ասելու եմ, դա Աչափնյակ վարչական շրջանում կանգառասրահ չլինելու մասին է խոսքը, կան գծանշումներ որոշ տեղեր, բայց կանգառասրահ չկա։ Իսկ որոշ տեղեր նույնիսկ այդ գծանշումներն չկան։ Եվ ավտոբուսները կանգառ անել չանելը վարորդի հայացողությունից է կախված։ Եվ ժողովուրդը բողոքում է, ասենք օրինակ Նորաշեն թաղամասում որ պետք է իջնեն, այդ մարդիկ ասում է գնում է հասնում աշտարակի ճանապարհի վրա է կանգնում ու մենք ստիպված այդ մի քանի 100 մետր հետ են գալիս։ Խոսքս կոնկրետ վերաբերվում է օրինակ 7 համարից են բողոքել, 7 համարի հետ կապված այլ բողոքել կա, որ բարեփոխել եք, բայց այդ տրանսպորտը աշխատում է 30-40 րոպե մեկ ինտերվալով։ Այսինքն այդ երբ է կարգավորվելու, կամ կարգավորվելու է, թե չի կարգավորվելու տրանսպորտի այդ ավտոբուսների ինտերվալը, եւ կանգառասրահների հարցը լուծվելու է, թե չի լուծվելու, կամ օրինակ Բաշինջարյան փողոցում չկա կանգառասրահ, Բեկնազարյան փողոցում չկա։ Տեղադրվելու է, չի տեղադրվելու եւ այդ ավտոբուսների ինտերվալը լուծվելու է, թե չի լուծվելու։ Շնորհակալություն, ուրեմն կանգառասրահների կահավորման հետ կապված այսօր արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու ինչ ծրագիր է իրականացվում
ավելացնելու բան այս մասով չունեմ, ինչ վերաբերում է ձեր ասացին, կանգառ լինել չլինելը, իհարկե չժխտելով, որ մենք պետք է ապահովենք, որ բոլոր կանգառները կահավորված լինեն կանգառասրահով, բայց ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրեմ, որ կանգառի արկայությունը ոչ թե կանգառասրահի արկայությամբ է որոշվում, այլ լինում են նաև համապատասխան ցուցանակներ, որտեղ դեռ չենք կահավորել կանգառասրահներով, բայց ամեն դեպքում դրանք համարվում են կանգառ։ Ավելի դետալացված թե համարի մասով, թե կոնկրետ ձեր ասած հատվածի մասով, թե տրանսպորտի բարդությունը, թե Երևան ավտոբուս ՓԲ-ի տնօրենը ձեր դիտարկումը լսեցին, աշխատանքային կարգով խնդրում եմ ինձ զեկուցեն ավելի մանրամասն, որպեսզի հասկանանք իրավիճակը։ Ուրեմն այդ 7 համարի մասով եւ մասնավորապես 7, բայց ընդհանրապես այլ տրանսպորտային միջոցներ կան, որ ուշանում են, հիմա չասեմ, 7 համարի մասով են ինձ ասել եւ վերջում խնդրեի, որ դա կարգավորվեր ու մարդկանց ասվել դրա մասին։ Վերջում ես այդ արձագանքից օգտվելով կանդրադառնամ անցած նիստի ժամանակ իմ կողմից բարձրացված մեկ հարցի, դա Աչափնյակ վարչական շրջան Նորաշեն թաղամասի շենքերի պատերի, արտաքին պատերի այդ սալիկների եւ պանելային ճեղքերի մասին էր, որ ասեցի պետք է անհրաժեշտ այդտեղ վերանորոգում արվի եւ 25 թվականի բյուջեով նախատեսվի, որպեսզի այդ շենքերը ուրեմն այդ արտաքին պատերը վերանորոգվի կամ սալիկները ամրացվի կամ այդ միջպանելային հատվածները լցվի։ Ես այդ մասով ուրեմն բնակիչները ստորագրահավաք են արել, դիմել են մեզ, ես էլ այսպես փոխանցեմ այս ստորագրահավաքը ձեզ, մարդիկ դիմել են, որպեսզի այս հարցը այս բյուջեով 25 թվականի բյուջեով լուծվի։ Հիշեցնեմ, որ այս մասով գրությունով ինձ պատասխանել եք, որ Արմեն Փամբուխչյանի եւ Աչափնյակ վարչական շրջանի հետ կլինեն ուրեմն խումբ կձևավորվի, որը կլուծի այս հարցը։ Այսպես որ հիմա սա կփոխանցեմ ձեզ ստորագրահավաքները։